Ինչ վիճակում եք, պարոն Սարգսյան։ Շատ լավ, հիասքանչ։ Դուք թվերը չեք կարդացել, թե ինտերնետ չունեք։ Կարդացել ենք, մենք վերլուծում ենք։ Ձեզ խաբել են այդ թվերով։ Իրականում կարծես թե հակառակն է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ միասնական ընդդիմությունը ակնհայտորեն հաղթում է ձեր թեկնածուին։ Լավ, դուք տեղյակ եք քիչ առաջ ձեր գործընկերը շատ անշնորհ վիճակում դրեց ձեզ, ձեր մյուս գործընկերներին Վիլեն Գաբրիելյանի մասին է խոսքը։ Միջադեպ էր հրահրել մեր գործընկերների հետ։ Ես 2 օր առաջ ձեզ շատ մեծ պատվի եմ արժանացրել հարցերից։ Կարելի է մի տարի բավարարվել դրանով։ Ես ձեզ միջադեպի մասին եմ ասում, գուցե հետաքրքրվեիք, եթե իհարկե դուք ուղիղ եթերով չեք հետևել։ Ինձ պատվի արժանացնում են շատ բարձր մարդիկ, կներեք, դուք շատ փոքր մարդ եք, որ ինձ պատվի արժանացնեք։ Այդ ես եմ ձեզ պատվի արժանացնում, ասեմ իմանաք։ Ձեր հեռախոսով։ Իմիջայլոց, եթե տեղյակ եք 21-րդ դարում գործիքները հեռախոս են, եթե դուք ուզում եք տեսախցիկով ձեզ նկարեք, պատրաստ եղեք հարցազրույցի, մի այսպես խուսափեք։ Դուք ձեզանից լրատվական գոնե ներկայացնում եք։ Ինչ կապ ունի։ Լրատվական ներկայացնում եմ, իսկ դուք ձեզնից ինչ եք ներկայացնում։ Եթե հեռախոսով եք ներկայացնում, տխուր են մարդիկ։ Զբովայի ցինիզմը։ Կրպայի գրասենյակում մուղա հալրի։ Всё։ Վովան ինչ էր, Վովա ինչի անա։ Ինձ ասում ես քեզ լրագրող չեմ համարում, դու գնացել ես կանգնել ես կողքը։ բայց պատի նրան էլի մարդ կա։ Ես ամեն դեպքում քեզ տեղեկացնեմ, էլի։ Մնացածը հետո կհասկանամ։ Ասեմ իմանաս։ Հմ։